Հայկական կողմն առաջարկում է Հայաստան-Կիպրոս հարաբերությունները բարձրացնել ռազմավարական համագործակցության աստիճանի, ինչին կիպրական կողմը դրական է արձագանքում, հայտարարել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն համատեղ ասուլիսի ժամանակ։ Դա միջպարլամենտական համագործակցության ավելի սերտ մակարդակի մասին է խոսում եւ մենք պարլամենտի ղեկավարներս քննարկելիս ռազմավարական գործընկերությունը առաջին հերթին դա նկատում են, իսկ մանրամասները ենթադրում են իրար հետ համատեղ շահերի եւ համատեղ մարտավարության ձևավորում եւ համատեղ աշխատանքներ բոլոր միջազգային հարթակներում, այլ ավել մանրամասներ այս պայմանությամբ չեմ կարող բացահայտել, դա ենթադրում է նաեւ կոնկրետ փաստաթղթերով սահմանված փոխհարաբերակցության ձևաչափերի ֆիքսում, արձանագրում, ստորագրում, խորացում, միջպարլամենտական բարեկամական խմբերի համագործակցության մակարդակի փոփոխություն եւ այլ։ Կիպրոսը Հայաստանի համար վստահելի գործընկեր է եւ անձամբ Դիմիտրիուն բազմիցս միջազգային հարթակներում հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի, շարունակել է Ալեն Սիմոնյանը։ Մենք այն հարթակներում, որտեղ իմ գործընկերը ներկայացված է, ունենք երկու խոսափող, այսինքն մենք երկու անգամ ավել ենք ներկայացված եւ ինչի համար եւ ես Տիկին Դիմիտրիուն եւ մեր բարեկամ Կիպրոսին շատ շնորհակալ եմ եւ պետք է ասեմ, որ Հայաստանը նույնպես մշտապես Կիպրոսի կողքին է եւ Կիպրոսի ժողովրդի կողքին է եւ Տիկին Դիմիտրիուն ես տեղեկացրեցի նաեւ մեր այն իրավիճակի մասին, որը որ այսօր կա կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հետ եւ վստահ եմ, որ խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսը իր ներդրումը կունենա, ինչպես անցյալում ունեցել եւ ինչպես մշտապես աջակցել է այդ խնդրին։ Հայաստանը նույնպես իր կողմից մշտապես աջակցել է եւ աջակցելու է Կիպրոսի խնդրին եւ ես դրա մասին նույնպես քննարկում ունեցա Տիկին Դիմիտրիուի հետ, ինչպես նաեւ տեղեկացրեցի մեր ռազմագերիների անհայտ կորածների հետ կապված խնդրին եւ պետք է ասեմ, որ երկկողմ կա լիակատար ընկալում մեր շահերի լիակատար համընկնում, որի համար եւս մեկ անգամ շնորհակալ եմ։ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով գործընկերության զարգացմանը զուգահեռ պետք է զարկ տալ նաեւ երկկողմ հարաբերությունների խորացմանը, քանի որ Կիպրոսն ու Հայաստանը նույն արժեքների եւ սկզբունքների կրողներ են, երկար տարիներ պայքարում են նույն իրավունքի համար, ընդգծել է Անիտա Դիմիտրիուն։ Հայաստանի խորհրդարանի նախագահն աջակցություն հայտնեց Կիպրոսի հիմնախնդրի հարցի կարգավորման վերաբերյալ համապատասխան բանաձևերի շրջանակներում, եւ մենք էլ ցանկանում ենք, որ հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Ցանկանում եմ, որ մոտ ժամանակներս կնքվի այդ համաձայնագիրը։ Ողջունում ենք եւ կաջակցենք Հայաստանի հարաբերությունների լիակատար խորացմանը Եվրոպայի հետ։ Վերահաստատում եմ, որ ամեն կերպ կաջակցենք ու կսատարենք այդ գործընթացին։ Ձեր կողքին ենք դեպի Եվրոպա, ձեր ճանապարհին։ Մենք կաջակցենք ռազմավարական գործընկերության ձեր նախաձեռնությանը։ Հուսով եմ, որ շուտով արդյունքներ կունենանք։ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահը նշել է նաև, որ Արագածոտնում այցելել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, վստահեցրել է փորձում են ամեն կերպ աջակցել նրանց վերագտնելու իրենց կյանքը։ Երկրի զարգացումն ու բարգավաճումը հնարավոր է միայն խաղաղության պարագայում եւ այն պետք է թե տարածաշրջանում, թե Կիպրոսին, մանրամասնել է Դիմիտրիուն։ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահը պատասխանել է նաև Ադրբեջանում պահվող գերիների եւ շինծու դատավարության վերաբերյալ հարցին, ընդգծել Կիպրոսի եւ Հայաստանի դիրքորոշումները նույնական են։ Մենք չենք կարող համաձայնել այն ամենին, ինչ հակադրվում է միջազգային իրավունքին, մարդու իրավունքներին, եւ դա մեր սկզբունքային դիրքորոշումն է յուրաքանչյուր հարցի շուրջ, շեշտել է Դիմիտրիուն։ Պաշտոնյան ընդգծել է 2025 թվականին նման դրսևորումների հանդիպելը անթույլատրելի է։ Մուշեղ Իսախանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։